Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ, շնորհակալ եմ պարոն Բալասանյան մեր հավերժությունների համար։ Իսրայելում հայտարարվեց կառավարության մակարդակով, որ հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ են, բայց դա գործընթացի իրավական ավարտ չէ, որովհետև եթե Կնեսետը իրենց ազգային ժողովը չի ընդունել հայոց ցեղասպանությունը, ապա այդ պետությունը չի ընդունել, կառավարության հայտարարությունը որևէ դերակատարում չի խաղում։ Եվ հետո պարզվեց, որ այս մեծ աղմուկի ֆոնին Կնեսետը գնում է արձակուրդ, այսինքն իրենք չեն հասցնի առնվազն քննարկել այս հարցը, իսկ աշնանը պիտի տեղի ունենան ընտրություններ։ Ինչ էր ձեր գնահատմամբ Իսրայելի այս քայլը եւ ինչպիսին պիտի լիներ Հայաստանի արձագանքը, որովհետեւ մի կողմից այո, հայոց ցեղասպանության ճանաչումն է եւ դա Հայաստանին է նաեւ վերաբերվում։ Մյուս կողմից Հայաստանի հայոց ցեղասպանության ճանաչումը ճշմարտության պես բան է, այսինքն ոնց որ որևէ պետություն ասի, որ այսօր, չգիտեմ, այսինչ ժամին լույսը կբացվի։ Հիմա արդյոք դրան պիտի արձագանք լիներ, ինչպիսին լիներ, արդյոք Հայաստանը պիտի հենց այս պահին մտնի մի օրակարգի մեջ, որը Իսրայելին է պետք, խնդրեմ։ Նախ Իսրայելի կողմից ցանկացած քայլ կշռադատված հաշվարկված է եւ դրա հետևում կա Իսրայելի պետության շահը։ Սա մենք պիտի հստակ ֆիքսենք եւ ես կողմ չեմ այն էյֆորիային, որ նկատվում է համացանցում Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, մենք դրան պիտի վերաբերվենք գործընթաց, ինչպես դուք ճիշտ նկատեցիք, բնական գործընթաց, որ այդպես էլ պիտի լինի եւ վաղուց արդեն ցեղասպանության ենթարկված ժողովուրդ ներկայացնող պետությունը պետք է որ ճանաչեր 20-րդ դարի առաջի ցեղասպանությունը։ Եվ թե ինչու չէր ճանաչում, դա այլ հարց է։ Եվ ինչու է հիմա ճանաչում, դա այլ է հարց։ Ես կարծում եմ, այստեղ Իսրայելի կառավարության հիմնական նպատակն է, եթե մի կողմ թողնենք այն հայտնի տեսակետերը, որ Թուրքիայի հակառակ Թուրքիայի քաղաքականության են որոշում, Գազան են փոխարինում հայոց ցեղասպանությունով, ես դրան կողմնակից չեմ։ Իսրայել պետությունը ավելի հեռու գնացող նպատակներ ունի եւ իր գլխավոր խնդիրներից մեկը հայ հասարակության մոտ դրական իմիջ ստեղծել Իսրայել պետության նկատմամբ։ Ինչու։ Դեռ 2 թե 3 տարի առաջ ուրեմն Իսրայելի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել էր Կենտրոնական Ասիա եւ այդ ժամանակ էլ Թուրքմենիայում բացվեց Իսրայելի դեսպանատունը, որը հետո պարզվեց հեռառնպատակ ունի։ Եվ հետ վերադարձի ճանապարհին Ստամբուլում նա մի ուշագրավ հայտարարություն արեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի Վաշինգտոնյան տարբերակի շահառուներից մեկն էլ Իսրայելն է, որը խնդիր ունի տարածաշրջանից դուրս մղել Իրանին եւ Ռուսաստանին։ Բայց եթե հիշում ենք Վաշինգտոնյան տարբերակում կար Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը։ Հիմա ես վստահ եմ, որ Իսրայելը ցանկություն ունի ամեն հանգամանք օգտագործել, եթե թրիփը բացվի, թրիփում ներկայացվածություն ունենալու համար։ Իսրայելի համար սա հիանալի հնարավորություն է հայտնվել Իրանի հետ սահմանին, ցամաքային սահմանին եւ ապագայում սա օգտագործել իր նպատակների համար, բայց քանի որ 16 թվականի քարորը եւ 20 թվականի 44-րդ պատերազմից հետո հայ հասարակության մոտ կա նկատելի հակաիսրայելական տրամադրվածություն, որ նրանք են ադրբեջանցիներին աջակցել, ավելին մեր դեմ էլ իրենք են կռվել։ Հիմա նպատակներից մեկը այս պահին ճանաչել հայոց ցեղասպանությունը կառավարության մակարդակով, դրական այսպես իմիջ ստեղծել հայ հասարակության մեջ, թե գիտեք Իսրայելը ամեն դեպքում տեսեք զգայուն հարցերի հետ կապված Իսրայելը ինչպիսի քաղաքականություն է վարում եւ եթե այստեղ լինեն իսրայելական ընկերություններ, որոնք ապագայում կզբաղվեն շինարարությամբ կամ ճանապարհների ընդլայնման եւ այլն,
դա այդքան էլ պետք չի դրան ցավոտ նայել։ Նատանյահուն շատ լավ գիտի, որ առաջին Կնեսետը գնում է արձակուրդ եւ հետո լինելու են ընտրություններ եւ հայտնի չի թե ինչ կլինի։ Երկրորդ, եթե անգամ Կնեսետը չի գնում ընտրությունների, Կնեսետում հայոց ցեղասպանության ճանաչումը Կնեսետի կողմից կրկին խնդրահարույց է, քանի որ այնտեղ կա Լիկուդ կուսակցություն, որը պրոադրբեջանական էստեյության, այնտեղ բավականին լուրջ ազդեցություն ունեն Բաքվի հրեաները, որոնք պարլամենտում ներկայացված են, հետեւաբար շատ մեծ հարց է, արդյոք Կնեսետը առհասարակ կընդունի հայոց ցեղասպանությունը թե ոչ։ Հիմա որը պիտի լինի Հայաստանի արձագանքը։ Ես կարծում եմ առնվազն կառավարության մակարդակով գոնե կառավարությունը շնորհակալություն պետք է հայտներ այս հայտարարության համար, բայց սահմանափակվեր դրանով առանց ԱԳՆ-ի, քանզի Կնեսետից չունենք մենք վերջնական որոշում եւ ԱԳՆ-ի պատասխանն այստեղ կլիներ ժամանակավրեպ, բայց գոնե կառավարության մակարդակով Հայաստանը որոշակի այսպես հայտարարություն պիտի աներ։ Ինչ հայտարարություն օրինակ, չգիտեմ, շնորհակալության զգացված լինելու, որ ցեղասպանության ենթարկված մի ժողովուրդ արդյոք Հայաստանը չպիտի ունենար վտանգություններ, որ ինքը կարող է ներքաշվել թուրք-իսրայելական այս գոնե հրապարակային լարվածության։ Մենք դա ինչ է տալիս Հայաստանը։ Գիտեք, մեծ հաշվով Հայաստանին, եթե մենք վերցնենք ինչ է տալիս Իսրայել պետության ճանաչումը հայոց ցեղասպանության, մեծ հաշվով ոչ մի բան։ Եթե Թուրքիան չի ճանաչում, 100 հատ Իսրայել էլ ճանաչի, դա ըստեյության հարցի ոչ մի օգուտ չի լինելու, բայց մյուս կողմից մենք այստեղ բարոյական ասպեկտ ունենք։ Ցեղասպանության ենթարկված ժողովրդի կառավարությունը ճանաչում է, բայց նաև պետք է այն ինչի եմ ես ասում ԱԳՆ-ն չպիտի պատասխանի, որ այդ ձեր ասած չմտնի թուրք-իսրայելական այդ երկու բանի մեջ, պոլեմիկայի մեջ։ Կառավարությունն է ճանաչել, կառավարությունն էլ թող արձագանքի, բայց բավարարվենք այդքանով։ Եվ սպասենք դեպքերի զարգացմանը։ Սա միևնույն ժամանակ նաև Թուրքիայի համար կլինի ազդակ արագացնել հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացը, բացել սահմանը։ Միգուցե, որպեսզի հետո Հայաստանը այսպես ընթացք չտա Իսրայելի կողմից իր դեսպանատան միջոցով Իսրայելի կողմից վերջնական ճանաչումը։ Լավ, գանք Հայաստան եւ հայ-ռուսական հարաբերություններին Նիկոլ Փաշինյանը իրեն իրավունք է վերապահում խոսել ԵԱՏՄ-ի չլինելու մասին, ասում է, եթե Հայաստանի ապրանքները 4 ամիս չեն կարողանա գնալ ԵԱՏՄ, Ռուսաստանի Դաշնություն, ուրեմն ԵԱՏՄ գոյություն չունի։ Եվ մենք հաշվի կնստենք այդ իրողության հետ։ Հայաստանը եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը չէ ԵԱՏՄ հիմնադրողը եւ բնականաբար լուծարողն էլ Փաշինյանը չէ։ Բայց այս քաղաքականությունը ինչի կարող է բերել արձագանք ռուսական կողմից։ Մյուս կողմից ես ոնց հասկանում եմ Հայաստանի իշխանությունները այս անձարձակ վարկագիծը գալիս է նրանից, որ ռուսական կողմը սանկցիաներ է կիրառել Հայաստանի գյուղմթերքի նկատմամբ, բայց Հայաստանի գյուղմթերքը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Չգիտեմ ինչ ճանապարհով, բայց գնում է ամեն դեպքում, այսինքն իշխանությունները ըստ էության այդ սանկցիաների հետևանքները չտեսան իրենց մաշկի վրա, խնդրեմ։ Նախ Ռուսաստանին նույնականացնել ԵԱՏՄ-ի հետ ես կարծում եմ զուտ քաղաքական եւ նաեւ այսպես գիտելիքային առումով ճիշտ չէ, քանզի ԵԱՏՄ-ն դա միայն Ռուսաստան չէ։ Ռուսաստանը չի արգելել Հայաստանի ապրանքների արտահանումը ԵԱՏՄ։ Ռուսաստանը արգելում է իր տարածք հայկական ապրանքների ներկրումը։ Իհարկե, եթե մենք վերցնում ենք 4 սկզբունքների մասին ապրանքների ազատ տեղաշարժի հետ կապված, միգուցե ասացի մեջ կա տրամաբանություն, բայց մյուս կողմից պետք չէ այսպես այնպիսի դիրքորոշում զբաղեցնել, որ չհասկանալ կամ փորձել ցույց տալ, որ չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Սա հետևանք է այն երկարատև լարվածության, որ կա երկու երկրների միջև։ Սա հետևանք է այն շատ ժամանակ ոչ կոռեկտ արտահայտությունների, որ հնչում են տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, սա հետևանք է այն ամենի, այն հակառուսականության, այս քաղաքականության եւ հասարակության մեջ այս բորբոքման, որը որ բերելու էր եւ մի օր հասցնելու էր նման պատասխանի։ Հիմա հայկական ապրանքները անխոս կգնան Մոսկվա, բայց չեն գնա հայկական ապրանքի անունով, կգնան ադրբեջանական ապրանքի անունով։ Միգուցե չեմ բացառում Իրանի տարածքով հնարավոր է Ադրբեջան անցնեն, Սադախլույով հնարավոր է ադրբեջանցիները գնեն տանեն այդ ապրանքը։ Ապրանքը, եթե ունի պահանջարկ, ինքը ամեն պարագայում գնալու է, բայց դրա ծավալները անհամեմատելի են։
Հետևաբար ես այստեղ մի փոքր չի համաձայնում, որ իրենց վրա չզգացին, միգուցե իրենց վրա չզգացին, որովհետև ապրանք արտադրողները բողոքի մասսայական ակցիաներ չարեցին, ցույցեր չարեցին այդ կտրվածքով։ Բայց դեռ շուտ Ինչի է։ դեմ բողոքեն հիմա նախորդ տարի ծիրանը մթերվում էր 300 դրամ, այս տարի 5-600 դրամ, այսինքն ինչի բողոքեն որ երկու անգամ թանկացել է։ Ծիրանը նաև քիչ է օբյեկտիվ պատճառներով եւ միգուցե ծիրան արտադրողները իրենց վրա չզգան։ Բայց հետո ծիրանից հետո գալիս են այլ մրգատեսակներ եւ իհարկե վերջում գալիս է չիրը, այ դա կզգան իրենց վրա անկասկած կզգան եւ նաեւ ալկոհոլային խմիչքները, որը անկասկած զգալու են, քանզի ալկոհոլային խմիչքները ծաղիկի հետ կապված էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ մոտ 900,000 հատ ծաղիկ է գնացել Եվրոպա, արտահանվել է Հայաստանից 70 միլիոն ծաղիկ, 100 միլիոն ծաղիկի մասին էր խոսքը գնում։ Եվ պետք չի մոլորեցնել հասարակությանը, որ ոչ մի ապրանք դուրս չի գալիս Հայաստանից։ Չէ, դուրս է գալիս։ Փոքր ծավալներով, բայց դա այն ծավալը չի, որ կարող է կանխել հնայի վրա դրա ազդեցությունը, իսկ որ դա հնայի վրա ազդելու է, ես վստահ եմ դրան։ Շատ լավ, քաղաքական ինչպիսի արձագանք պիտի լինի նրան, ինչ ասում է Փաշինյանը, որ ԵԱՏՄ չի լինի։ Կարծում եմ այդ արձագանքը արդեն մենք տեսնում ենք, այսինքն չշնորհավորելը։ Չէ, բայց սա ինչ որ իմաստով ապտակ է, չէ, Ռուսաստանի Դաշնությանը։ Հայաստանը այսօր վաղեկավոր ասում է ԵԱՏՄ չի լինի, այսինքն դու ով ես որ որոշես ԵԱՏՄ կլինի։ Ասում է ԵԱՏՄ չկա։ Խարձանագրում որ ԵԱՏՄ։ Դե թող պատկան մարմինները արձագանքեն սրան, այն որ արձագանք լինելու է, ես վստահ եմ, բայց թե ինչ ձևաչափով կլինի եւ ինչ ծավալի կլինի, դա այլ հարց է։ Հիմա այս պահի դրությամբ արտաքին քաղաքականությունը Մոսկվան առաջնահերթություն տալիս է ուկրաինական հատվածին եւ մեծ հաշվով հարավային Կովկասում դեպքերը թողնում է զարգանալ այնպես ինչպես իրենք զարգանում են մի փոքր այսպես ուղումներ մտցնելով, բայց վերջնական կոնկրետ գործողությունների մենք այստեղ դեռ չենք տեսնում, բայց դա բնավ չի նշանակում, որ այդ կոնկրետ գործողությունները չեն լինելու, բայց մեր գլխավոր խնդիրն է այդ չափաբաժինը եւ այդ կարմիր գծերը չանցնել, որպեսզի հետո այդ հետևանքները ծանր չլինեն պետության համար։ Այսինքն եթե հիմա դու անընդհատ ինչ որ քո հարևանի հասցեին բաներ ես ասում, ինքը ձեն չի անում, դա չի նշանակում, որ ինքը թույլ է, որ ձեն չի անում, ոչ, նշանակում է, որ ինքը քեզանով դեռ զբաղվելու ժամանակ չունի եւ դեռ քեզ հնարավորություն է տալիս ինքնա ուղղվելու։ Եթե դու չես ուղղվում, դա արդեն այն ժամանակը, որը որ պիտի օգտագործեիր, դա կորցնում ես եւ հետևանքները արդեն լինելու են կատաստրոֆիկ բոլորիս համար իմիջիալը։ Պուտինի չշնորհավորել է Փաշինյանը։ Աստորեն։ Սա քաղաքական դեմարշ է ըստ էության, քաղաքական դեմարշ է եւ միայն Պուտինը չէ, Սի Ցզինպինը չի շնորհավորել Չինաստանը։ Հնդկաստանը ինչ որ բան շնորհավորեց անցյալ շաբաթ ԱԳՆ-ի։ Բայց հայտնի չի ինչա շնորհավորել։ Ինչ որ բան շնորհավորել են, բայց Սի Ցզինպինը Չինաստան եւ Ռուսաստան չեն շնորհավորել։ Սա քաղաքական, այսպես գդեմարշ է եւ դատելով այն քաղաքականությունից, որ գնալով բաժամիջոցները ուրեմն խստացվում են, անգամ այնտեղ երկու ձուկ արտադրող էին թողել, դրանցն էլ փակեցին, նշանակում է, որ այն հայտարարությունը թե հունիսի 8-ին սա բացվելու է եւ հեսա ես գնում եմ եւ այլն, ոչ մի տեղ ոչ ոք կարծես թե չի գնում։ Իդեպ հունիսը անցավ, Փաշինյանը ոչ մի տեղ չի գնում։ Այո, չի գնում, ոնց որ ապրանքները ոչ թե բացվում են, ավելի է փակվում։ Հետևաբար ես չեմ կարծում, թե մոտ կամ միջին ապագայում մենք կտեսնենք շնորհավորանքներ Մոսկվայից։ Բայց սա ինչ են հասկացնում ես դեմարշը, լավ, եկեք սա հասկանանք։ Պուտինը ինչ է հասկացնում։ Ամեն ինչ, սկսած անձնական վատ հարաբերություններից ազդակ, որ անձնապես լավ հարաբերություններ չկան, վերջացրած ընտրությունների վերաբերյալ գնահատականով, այսինքն այդ ընտրությունները չեն կարող ընդունելի լինել Ռուսաստանի համար, որովհետև ինչպես Մոսկվան է արձագանքում եւ ակնարկում, անցել են, այսպես ասենք, ոչ թափանցիկ եւ անհավասար պայմաններ։ Ենթադրենք Պուտինի համար ընդունելի չեն եւ հիմա աշխարհի համար էլ Ռուսաստանի ընտրությունները ընդունելի չեն։ Ոչ մի բան Հայաստանում դրանով կյանք չի։ Նեղություն ուղղեմ ինքս ինձ աշխարհ ասելով նկատի ունեի այսպես արևմուտքի, ոչ ամբողջ աշխարհին։ Այո, գիտեք, դրանով Հայաստանում կյանքը կյանք չի առնում։ Դրանով մետրոն չի կանգնելու, ծառերը չեն չորանալու, գետերը իրենց հունը չեն փոխելու, բայց մենք եթե
կողմ միջպետական հարաբերությունների մասին ենք խոսում, եւ եթե խոսում ենք դաշնակցի հետ հարաբերությունների մասին, միջուկային տերության հետ հարաբերությունների մասին, ապա միջուկային տերության հետ հարաբերությունները վատացնելը անկախ նրանից քո դաշնակիցն է, դաշնակիցը չի, վատ է, լավ է եւ այլն, դա ինքնին վտանգավոր է։ Եվ այս առումով չշնորհավորելը քաղաքական առումով բավականին լուրջ ազդակ է եւ քաղաքական առումով շատ վտանգավոր։ Սա նշանակում է, որ նաեւ մի օր քո կայացրած որոշումները, որոնք կարող են վերաբերվել կոնկրետ այդ պետությանը կամ պետությունների խմբին, որոնք կիսում են այդ կարծիքը, այդ պետությունների խմբի կամ պետության համար կարող են լինել ոչ իրավաչափ եւ ոչ ընդունելի։ Սա էլ է վտանգավոր։ Հետևաբար այն բոլոր կազմակերպություններում, որտեղ դու ներկայացված ես, կարող է սկսվել այդ կազմակերպություններից բոլորից աստիճանաբար, այսպես մեկուսացնելու։ Հիմա դրանով Հայաստանում կյանքը կառնի ոչ, բայց Հայաստանի իմիջի վրա դա կարող է ազդել, կարող է։ Հայաստանը կկորցնի եւ շուկա, եւ քաղաքական հենարան, եւ անվտանգային բաղադրիչի մասնաբաժին, իհարկե կկորցնի։ Հիմա սա մտահոգում է մեզ, անպայման մտահոգում է, բայց արդյոք մտահոգում է որոշում կայացնողներին։ Սա հարց է, որը որ կարծես թե այս բան ինչ ունի, կարծես թե չի մտահոգում։ Համենայն դեպս այդ հայտարարությունը ես կարծում եմ ոչ թե պետք է ամեն օր այդ լարվածության չափաբաժինը բարձրացնել, այլ պետք է նախ զսպել այն մանր ու միջին չինովնիկներին, ովքեր ասֆալտի վատ որակի համարել են օրինակ մեղադրում Ռուսաստանին, եւ այդ հարցը բարձրացնողներին սկսում պիտակավորել, այ դրանց էր պետք զսպել թշնամական խոսք տարածելու անմեղադրանքով եւ այլն, եւ մանր քայլերով հատկապես այն մարդկանց միջոցով, ովքեր ունեն կապեր, ովքեր հնարավորություն ունեն օգնելու, որպեսզի այդ հարաբերությունները որոշակի առումով կարգավորեն, այդ մարդկանց միջոցով գնալ հարաբերությունների։ Ովքեր կարող են օգնել ում հասցնում կալանավորման Փաշինյանն էլի չեք։ Դե դա էլ է քայլ։ Ինչ ակտիվ աշխատանք է տանում։ Դա էլ է քայլ, որը որ ցույց է տալիս, որ կարծես թե այդպես ցանկություն չի նկատվում։ Փաշինյանն ասում է, որ Պուտինի իր ընկերն է, եւ այս իրադարձությունները ցույց տվեցին, որ Պուտինն ասում է դու հեչել իմ ընկերը չես։ Եվ ընդհանրապես մենք շատ խորը կասկածով ենք վերաբերվում քեզ, չենք էլ ուզում իմանալ դու ով ես, եթե ուղղակի Հայաստանի ղեկավարը չլինեիր։ Այս դեպքում ինչ հնարավորություններ են բացվում Փաշինյանին դեմ հանդես եկող ուժերի համար, որովհետև Փաշինյանին արևմուտքի աջակցությունը մենք հասկացանք, հնարավորություն տվեց կազմակերպել իր վերընտրությունը։ Այ Փաշինյանին չճանաչելու, հա, Պուտինի կողմից ապտակ ստանալու կամ մերժվելու հանգամանքը անհասկանալի է, ինչով կարող է օգնել այն ուժերին, որոնք դեմ են դուրս գալիս Փաշինյանի քաղաքականությանը։ Տեսեք, ես քարոզարշավի ժամանակ բավականին ուշադիր հետևել եմ եւ պետք է արձանագրեմ մի բան։ Արկա ընդդիմադիր քաղաքական ուժերից միակ տեխնացուն պատգամավորության, ով ուղիղ կերպով արևմուտքին մեղադրեց սուս մնալու աչկակապության մեջ, դա դուք եք։ Ձեր հայտնի այդ ելույթը ուղված նստած ներկայացուցիչներին ամերիկյան եւ եվրոպական։ Ես չեմ տեսել այլ տեխնացու ընդդիմադիր այսպես ցուցակներից, ովքեր կտրուկ քննադատեին արևմուտքին այս քաղաքականության համար։ Հիմա քանի կուսակցությունները, որոնք մասնակցել են ընտրություններին եւ դիրքավորվել են այսպես ընդդիմադիր դիրքերից, քանի դեռ իրենց արտաքին քաղաքականության հայեցակարգերում փոփոխություններ չլինի եւ իրենց անուններով չկոչեն, այլ ամեն օր խոսեն կոմպլեմենտարության, ամեն օր խոսեն թրիփի մասին, որ Փաշինյանը ոտնահարում է եվրոպական արժեքները, այո, եւ այլն, ոչինչ չի փոխվելու։ Ռուսաստանը կարող է 200 տարի էլ սուս մնալ, չշնորհավորել, բայց ընդդիմադիր թևի համար դա ոչինչ, այսինքն դա ոչինչ չի փոխելու իրենց կյանքում։ Ես դեռ միջև քարոզարշավն էի կոչ անում ընդդիմադիր ուժերին հանդես գալ հատուկ հայտարարությամբ, երբ Կայա Կալասը 15 միլիոն եվրո էր փոխանցում ընտրություններում ռուսական հիբրիդային պատերազմի եւ այլն, այս ամեն ինչի համար, երբ արագ արձագանքման խմբեր էին գալիս այստեղ համացանցը վերահսկելու եւ այլն, ես այն ժամանակ էի ասում, որ պետք է հստակ հայտարարություն արվի եւ հստակ պետք է ցույց տալ իրենց քաղաքական հիմնական որն է առաջնահերթ, որը կարևոր, որը երկրորդական։ Թե չէ, եթե ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը արդեն հասարակությանը տրամադրել է, որ թրիփ լինելու է եւ իրենք պետք է օգուտ քաղեն դրանից։ Փաշինյանն է բերել, իրան եք ընտրենք ուրեմն։
Էտա, այսինքն այստեղ տարբերությունը սկսում են չնկատել։ Միակ քաղաքական ուժը ով հայտարարեց, որ թրիփը օգուտ չի Հայաստանին, դա Հայաստան Դաշինքն է։ Հետևաբար նախ ընդդիմադիր դաշտը երևի պիտի մի հատ ինքնակազմակերպվի եւ իր հայտարարությունները մաքրաջրի, հա, նոր հետո սպասեն, թե օրինակ այս կամ այն բևեռից կամ այս կամ այն աշխարհակաղակական կենտրոնից ինչպիսի արձագանքեր են լինելու։ Հակառակ բaragան ոչ չի սпасել պետք։ Ես կարծում եմ ոչ։ Կամ ինչ էլ որ լինի օգուտ չի լինի։ Գիտեք, եթե տարբերությունը չի հասկացվում արտաքին քաղաքականության օրակարգի, ես ներքինը դնեմ մի կողմ, կադրային կողմ, ինձ որպես մասնակից հետաքրքիր արտաքին քաղաքականությունը։ Եթե արտաքին քաղաքականության հայտարարություն ծրագրերում հստակ չի նշվում, որ սա դաշնակից է, սա գործընկեր է, սա հակառակորդ է, սա թշնամի է, այս դեպքում հասարակ քաղաքացին, ով այդքան էլ չի հասկանում արտաքին քաղաքական նրբություններից, իր համար sense է, եթե ինչպես դուք ճիշտ եք, եթե այս մարդն էլ էս ասում, սա էլ են, ասում մենակ կգնամ այս Չէ, բայց այս մարդը բերողն է այն ինչ որ ինչ ասում է երկրորդը, ուրեմն բերողին պետք է ընտրել։ Դե այդպես է ստացվում։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Ես էլ եմ Բալասանյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհում եմ միջազգային агент Գրիգոր Բալասանյանի հետ, տեսություն կհանդիպենք։